Բարև ձեզ, Վարդան Վարդանյան, հուլիսի 5-ն է, 3 Միացյալ Նահանգները հուլիսի 4-ին տոնեց իր 250-ամյակը։ Մեծ թիվ է իհարկե, եւ փորձեցին մի քիչ ավելի տարբեր բաներ անել, բայց երևության մեջ շատ տարբերություն չկար, բացի որ չտեսնված օդային ռազմական, ասեմ, շոու դրեցին։ Ոչ թե պարզ ինչ որ օդանաները թռան, ինչպես միշտ այդպես լինում է շքերթների ընդհանրապես ժամանակ, այլ իրապես շոու էր, որտեղ մանևրեր էին անում, պտտվում էին գլխի վրա, չգիտեմ ինչեր եւ այլ եւ այլ։ Եվ իհարկե շատ հաճելի էր տեսնել այս ամենանորագույն օդանաները, F-35-ների բոլոր տարատեսակները, հիմա կասեմ մի քիչ էլ դրա մասին, F-22-ը, որ ընդհանրապես չես տեսնում եւ այլն։ Նույնիսկ Air Force One-ը, պրեզիդենտական օդանավը, նորը չէ, որ Կատարից ստացավ եւ Տրամպի գույներով են ներկած, այլ կլասիկ բաց երկնագույն կապույտ սպիտակ հետ գույներով ներկված օդանավը թռավ, բոլոր տեսակի ուղղաթիռներ, չգիտեմ ինչեր, օդային ուժերի F-16-ներով իրենց Thunderbirds են ասում, այսպես դեմոնստրացիաների համար հատուկ, այդպես օդային շոուերի համար, դրանք եկան իրենց մանևրերը արեցին քաղաքի վրա, այսպես ասած ժողովրդի վրա։ Շատ շոկ է եղանակը ստեղ, իսկապես խոնավ շոկ, բայց ահագին մարդ կար նորից եկել էին ամեն տեղից։ Այս շոուերից մեծ մասն էլ հետաքրքիր էր, գետի վրա են անում, դե որտեվ հանկարծ մի հատ օդանավ գնի, գոնե մարդկանց վրա չգնի, չէ։ Օտոմատ գետը ճիշտ քաղաքի մեջով անցնում կողքով։ Շատ հետաքրքիր էր F-35-ի 3 տարբերակ կա, չէ, օդային ուժերի համար, ուրեմն ծովային ուժերի համար եւ ծովային հետևակի համար։ Երեքն էլ իրենց, ոնց ասում են, ցուցադրեցին, հա, օդային ուժերինը պարզ օդանավը, ոնց պարզը ոչ մի պարզ չի, դա 5-րդ սերնդի, այսպես ասած, անտեսանելի կամ քիչ տեսանելի, հա, stealth օդանավներից է։ Ծովային ուժերինը նույն բանն է, մենակ ավելի, ոնց ասեմ, կոնստրուկցիան ուժեղացրած, հա, որպեսզի կարողանա դիմանա այդ ստրեսներին, ավիակիրի վրա իջնելու, բարձրանալու, պատկերացրեք, այդ կլասի օդանավները, որ իջնում են երկար վայրեջքի բան պետք ունեն, տարածություն պետք ունեն, հա, օդանավականները բավական երկար պետք է լինեն այդ, որ մինչև այդ արագությամբ, որտեղ շատ արագ է իջնում, ասենց ասած, հա, նորմալ օդանավի 2-3 արագությամբ։ Սովորաբար կործանիչները ինչ էին անում առաջ, պարաշուտ էին բացում հետևից, դու դանդաղ են, հա, թե չէ, կգնաս ու կգնաս, հա։ Հիմա սա չէ, բայց եթե պիտի իջնես ավիակիրի վրա, նշանակված շատ ավելի դժվար է, այդ պոչի այդ կեռը կա, որ ծովային վարիանտը կա, որ բռնես կանգնես։ Մի վայրկյան պատկերացրեք, եթե դուք ամեն անգամ ձեր մեքենան կանգնացնելու համար պիտի հետևից մի հատ կեռ գցեիք, ինչ որ կաբել բռնեիք փողոցում, որպեսզի ձեզ ցնցելով միանգամից կանգնացներ։ Այդ մեքենայից ինչ կմնա, քանի անգամ կանգնեցու հետո։ Պատկերացնում եք, չէ՞, ողջ այդ շասին ստրուկտուրան կանդվեր։ Համար պետք է շատ ավելի ավիակիրի վրա իջնող ծովային վարիանտը օդանավի շատ ավելի պինդ պետք է կառուցես, որ իհարկե ծանրացնում է մեխանիզմը եւ այլն, որ իր հնարավորությունները պակասում է եւ այլն։ Բայց դա էդ էլ հետաքրքիր է, որտեղ իրենց այդ տեսակներ էր թռնում, իրենց կերերը իջացնում էին, բան որտեղ ցույց տալու համար։ Եվ վերջապես ծովային հետևակի վարիանտը, որը պետք է կարողանա ուղղաթիռի նման իջնի բարձրանալ, լինի դա նավի վրա կամ փոքր ինչ-որ օդանավակայաններից թաքնված տեղերից եւ այլն, կամ առանց օդանավակայանի, հա, ինչ-որ միտեղ։ Դա էլ իհարկե մեխանիզմը բարդացնում է, ծանրացնում է եւ իր հնարավորությունները պակասում են իրեն, համեմատած օդային ուժերի Air Force-ի վարիանտի, բայց դա շատ հետաքրքիր էր, եկել էր գետի վրա, ասած կանգնած էր, իջնում էր, շատ ցածր հետո բարձրացավ, թռավ։ Հետաքրքիր շոու մի խոսքով դրեցին իրանք այդ F-35-ներով, հետո էլ եմ ասում F-22-ը թվում ավելի հին է, այո, բայց շատ ավելի թանկ, շատ ավելի հազվադյուտ եւ շատ ավելի կարող
կործանիչ է, 22-ը քանդեավ 35-ը եւ ոչ մեկին չեն ծախում։ Դեռ 18-ներ, ինչ ասես չկար։ Եվ այլն օթում բենզին տանող այդ մատակարարող ութանալների մի երկու վարիանտ ընդեղ կան տարբեր տեսակների, իրենք էլի կամած թռնելով, որ մարդիկ կարողանան տեսնել։ Էլի եղանակը վատացել էր, մի րոպե սկսեց ինչ-որ կայծակ ամպրոպ չգիտեմ ինչ, բոլորին այդ ուրեմն այդ Վաշինգտոնի այդ մոլ կոչված այդ հոտելից քշեցին ինչ-որ շենքերում պատ սպարվելու, հետո ստիպված եկան նորից security-ով պետք էր անցնել, որպեսզի նորից դուրս գան ընդեղ, մի խոսքով էս իրանց բոլոր դժվարություններով հանդերձ Տրամպը որոշեց, որ առաջ ինքը պետք է իր ճառա ասի, նախքան տրադիցիոն հրավառությունները, որ պետք է լինեին, եկավ կանգնել ժամը 10-ին էր ինչ էր նոր սկսեց խոսալ, երկար բարակ, դա սարքեց մի հատ սենց ասած կարծես թե ինչ որտեղ խոսում էր այդ տարեկան իր բանը presentation-ը, որ կոնգրեսում անում է, չէ՞, միշտ տենց ռազմական հերոսների, վետերանների են հանում մեջտեղ բանմանը։ Երկրորդ համաշխարհայինից ինչ որ ինչքան վետերան կար, բոլորին բերեց այդտեղ, մեկը 107 տարեկան էր այդ մեկը, շատ լավ վիճակում էր, ես զարմացա։ Հերոսներ են սրանք, շատ ուրախ եմ, որ իրենց հիշել էին, իհարկե։ Բայց ամենայն դեպս լավ այդպեսի մի հատ երկար բարակ, ես մինչև վերջին չդիմացա լսեմ ասածների կեսի հիմարություն էր։ Դրանից հետո նոր հրավառությունը Պոտոմակի վրա 4 հատ մեծ, այսպես բետոնե բարժաներ էին կանգնացրել, որոնց վրա այդ ամբողջ հրավառության բաներն էին, որ մտածում ես իրակի շատ լավ է, այդքան բան պետք է կրակես, պայթուցիկ, այսպես ասած, ավելի լավ է քաղաքում չտեղադրես որևէ տեղ, գետի մեջտեղը լինի, որ եթե նույնիսկ հանգարց ուրեմն որևէ պատահար լինի, մարդկանց չվճարի էլի։ Բայց հավեր շատ հաճելի էր, որ տեսնել ճիշտ մեր առջևն էր, նայում էինք, այնքան ծուխ էր արտադրում, արդեն վերջում հրավառությունը չէր տեսնում, արդեն լույսերը կան թե իր բանը, բայց մի խոսքով երկար տևեց մոտ 40-45 րոպե։ Էդ էլ այդպես, բայց հետաքրքիրը գիտեք ինչն էր, որ սա միայն Միացյալ Նահանգները չէր տոնում իր 250-ամյակը։ Այստեղ տոնում էր համարյա շատերը, շատ երկրներ, չասեմ ամբողջ աշխարհը։ Նախ եւ առաջ 22 թե 32 ինչ որ երկրներից նավեր էին եկել, են հին Արագաստանավեր, իրենց տրոշակներով, բան Նյու Յորքի ծովա հարբր, այսպես ասած, ծովացոցն էին եկել, ու կարծես շքերթ էր ամբողջ երկրներից եկած նավերը իրենց անձնակազմերով տոնում էին այդ բաները անցան։ Նույնիսկ Ֆրանսիան ուղարկել էր 9 թե 10 հատ կործանիչ, էլի այսպես շոու անելու համար օթային, ամերիկյան դրոշակի գույները այսպես հետևից ծուխերով այդպես արձակեցին, նույն գույներն են, ամերիկյան ու ֆրանսիական, մենակ տարբեր հերթականությամբ, չէ։ Եվ իսկապես ներկայությունը իրենց Ֆրանսիան ցույց տվեց Ամերիկայում շատ այսպես ոչ թե միայն Ամերիկայում, Փարիզում Էֆելյան աշտարակը նորից ամերիկյան դրոշակի գույներն էին 250 ամյակ այսպես լույսերով վրան գրված Էֆելյան եւ ամերիկյան հիմներն հնչում դա Փարիզում պատկերացրեք այդ տրեկադորից բանից Կոնկորդից ամեն տեղից հրապարակից երևում էր այդ բոլորը եւ շատ հետաքրքիր է որ ֆրանսիացիները այսպես չասենք սրտամոտ ձևով տոնեցին դե երևի պետք էր որտեղ ամերիկյան հեղափոխությունը հիշեցնեմ որ նախորդեց ֆրանսիական հեղափոխությանը եւ ինչ որ բավական մեծ չափով նաեւ ոգևորեց ֆրանսիական, ասենք, հեղափոխականներին, հա, որ իրենց էլ պետք է ազատություն, այդ liberté եւ այլն, հա, fraternité, liberté, եւ դա դժվար էր չնկատել, ես այն նավեր տեսա Կոլումբիայից էր եկել մեկը, չգիտեմ Իսպանիայից, ես իմանամ ինչ չասեմ, որ Բրիտանիայից թագավորներ եկել,
ես հատկապես ուրիշ ինչ-որ նավեր մաներ չնկատեցի, բայց երևի ուրիշ ձևով ներկայություն եղել է։ Այս բավական հետաքրքիր, ինչ ասեմ, ձևով տոնեցին։ Ավելի լավ կարող էին անել ինչ-որ բաներ, այո, ինչ-որ բաներ բան, եղանակն էլ կարող էր մի քիչ ավելի, ինչ ասեմ, համագործակցեր, հա, այս դրության մեջ, բայց ամերիկացիները սովոր են մի քիչ այսպես բաներին։ Meanwhile, ոնց որ ասում են, այդ ժամանակ ինչ էր կատարվում, what's happening on the Eastern Front, հա, եթե ասենք, արևելյան ֆրոնտի վրա ինչ էր կատարվում։ Պուտինը գիտեք, անընդհատ ճնշում է գործածում Լուկաշենկոյի վրա, որ նա մտնի պատերազմի մեջ։ Լուկաշենկոն էլ արդեն դանակավորսկորեն հասավ։ Ռուսաստանի դեսպանին հրավիրել էր իր գրասենյակը եւ սախացիկների առաջ հայտարարեց, որ Բելարուսը պատերազմին չի խառնվելու, իրենք խաղաղասեր մարդիկ են, սա իրենց պատերազմը չի, եւ պետք չի իրենց վրա ճնշումներ գործածել, այսպես պարզ ասեց, դրանից են կողմ ինչ պետք է անել։ Դեսպանին ասում ես, որպես իրենց ներկայացուցիչին, հա, ամբողջ աշխարհ, համայն աշխարհի առաջ։ Իհարկե սա լավ չընդունվեց Ռուսաստանում, եւ բայց խնդիրը որտեղից սկսեց թեժանալ շատ, երբ որ դե սկզբում բերեցին Ռուսաստանում ռուսներ զենքեր ինչ-որ տեղադրեցին, ինչ զենքեր, միջուկային զենքեր։ Լուկաշենկոն շատ դրանից հուզվեց, որ ինքը արդեն միջուկային երկիր է, չէ, իհարկե չի, բայց որ իր հողի վրա ինչ-որ բան կա, միջուկային զենք կա, ինքը իրան մի քիչ գոնե այդպես ներկայացրեց, որ դե սա շատ լավ է։ Լրիվ հասկանալով, որ ոչ մի ռուս ընդեղից ոչ ման չի կրակելու, թող բերեն տանեն, ինչ ուզում են անեն։ Այդ տրամաբանությամբ, այսինքն դրա համար չարժեր ինչ-որ կռիվ սկսել, հա։ Բայց դա չի միայն հողում, դա ամենատվյալ վերջի բանը ինչ էր, որ ինչ ուրեմն այդ Իլան Մասկի այդ արբանյակները իրենց անջատեցին ռուսական բոլոր հաշիվները, իրենց դրոնները չեն կարող կառավարեն։ Վերադարձան հին սիստեմներին, այսինքն մեծ անտենայի աշտարակներ կան տեղադրած Բելարուսում, որպեսզի հյուսիսից նրանք կարողանան դրոնների սիգնալը ուրեմն ստանալ եւ ուժեղացած փոխանցել դրոններին Ուկրաինայում ուրեմն հարվածներ կատարելու համար տրանսմիտերները այդ դրանք որ կան այդ աշտարակները գործը այնտեղ հասավ որ Զելենսկին Լուկաշենկոին պարզ ասեց նորից publicly հասա ինչ ասում մեդիայով պարզ որ կամ անջատեք սրանք կամ մենք կգանք կանջատենք չենք թողնելու որ սա շարունակվի այսպես Լուկաշենկոն անջատեց սուսպուս, հետո ռուսները ճնշեցին նորից միացրեց, հետո ուկրաինացիները խփեցին մի հատ թե ինչ նորից անջատեցին, բայց սա դարձավ արդեն կռվախնձոր, որովհետև անջատում ես ռուսների դրոնները չեն աշխատում, սկսում են քեզ վրա ճնշել, միացնում ես Ուկրաինայի հետ պատերազմական վիճակի մեջ ես մտնում, իսկ իրան 100 տարի պետք չի սկսում այս լուզերի կողմից մտնի պատերազմի մեջ, այսինքն այդ իր համար շատ պարզ հաշվարկ է, բայց դա առանց չի քաղաքական ճնշումները չեն վերանում եւ իր վիճակը չի լավանում դրանից։ Ինչ անի Լուկաշենկոն վերջից որ օքեյ, այստեղ ինձ ուրիշները Եվրոպային Ամերիկան շատ չի կարող օգնի, որտեղ զբաղված է ընդհանրապես Թրամփը հետաքրքրված չի սենց հարցերում, որևէ ուրիշ պրեզիդենտ իհարկե միանգամից է սարիտը գործածել էր եւ Լուկաշենկոին փշփշեր արել սենց փշոփշով ասինքն կանչել էր իր մոտ եւ այլն, բայց ասում են Թրամփի բանը չի, խելքի բանը չի Լուկաշենկոն որոշեց գնա Չինաստանի ոնց որ գիրք ընկնի, որ եկեք ինձ փրկեք եւ այլն, բայց ոնց թե թռնես Չինաստան ուզես Ռուսաստանի վրա պետք գնաս շատ ուրիշ ձևեր չունի ինքը ոնց որ բան սարքեցին, որ յանի գնում է Պուտինի հետ հանդիպելուն նախքան որևէ բան անելը, ոնց որ հարգանքի турք եւ համել խորտակցել, բայց իրականում ճար չկար պետք գնար այնտեղով Պուտինը ասել է արի ես Վալդայում եմ, արի մոտս։ Մա Պուտինը ինչ անա Վալդայում, դե իր բունկերով թաքնված է, որտեղ Մոսկվայում ինչ է սլինում է։ Ավելի վտանգավոր է, քան թե դու այնտեղ պաշտպանված ես ամեն կողմից, էլի։
լեջերի մեջ sense եւ այլ անտառներում գնաց Վալդայի ըստ երևույթին իհարկե ոչ մի բան չկա տենց հստակ ոչ ոք դրա մասին վիդեոներ չի գցել ստեղանե բայց ստերեոտին այդ հանդիպումը շատ բան մեղմ չի գնացել եւ Լուկաշենկոն ոնց է դիմացել կամ ինչ արել չգիտեմ բայց վերջապես ներից նստել գնացել է Չինաստան եւ Ժինը հանդիպել հիմա դատելով թե ինչ են խոսացել Ժի հետ դա ոչ ոք չի հայտարարում պարզ բայց Ժին վերկացավ ու հայտարարեց, որ Չինաստանը ուրեմն support է անում, այսինքն նեցուկ է կանգնում Բելարուսի անկախությանը, ով էր իրանց սպառնում, չէ, եւ տերիտորիալ ամբողջականությանը։ Մի վարքյան մտածեք, ով ամենակ որ համարում է որ Բելարուսը պետք է լինի Ռուսաստանի գուբերնիա բարձր Պուտինը ասենք ռուսները չէ եւ հանգարտ Չինաստանը ասում է դες բան չանես մենք համարում ենք որ պետք է Բելարուսը լինի անկախ եւ իր ամբողջ տերիտորիալ ուրեմն ամբողջականությունը պահպանվի եւ Չինաստանը նորից այս մատիկով թափ տվեց Ժին որ Ռուսաստանը պետք է հետևի ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Բայց ինչ է նշանակում, սեն ագրեսիաներ մի արած, դրա վրա մի հարձակվի եւ մի ինչ որ բաներ արա հարևանների նկատմամբ։ Հիմա սա կարող եք ասել, որ դա ասել Ժին Բելարուսի համար, բայց նաեւ դա վերաբերում է Ուկրաինային։ Չէ՞, կամ որևէ ուրիշ մեկին։ Հիմա ինչ եմ ասելու սա, որ ինչի սա կարևոր բաներ ոչ թե միայն Բելարուսի համար եւ այս ջանջիգարից հետո եւ հերոստացի վրա շատ sense դեմոնստրատիվ ձևով հարցատալիս Լուկաշենկոյին թե դու որտեղից եկար թե ոնց չգիտեր որտեղից եկավ կամ ինչ կարևոր է թե ես Ռուսաստանով եկա գնացել եմ Մոսկվա ու Պուտինի հետ հանդիպեցի ունդեղից թրա եկա ոնց կարծես թե երեխան բացատրում է, էլի սենց իրեն աշակերտը կամ ինչ որ բան է աշխատողը, զեկուցում է թե ոնց է եկել, ինչ ճանապարհին է եկել, ոնց էր եւ այլ։ Ու այս հայտարարությունով ուրեմն վերադարձավ։ Այսինքն Լուկաշենկոն եկավ ասեց Պուտինին որ Պոլա ես տարբերակներ ունեմ ստեղ, քեզնից բացի այնտեղ, եթե շատ ինչ որ նեղես ինձ, վերջին հաշվով Չինաստանը կա, քո մեծ եղբայրը կա, որի դու շատ կախված ես եւ ինչ անացու քեզ կսեղմեն։ Հիմա սա իհարկե անհնարին շատ դժվար բան է Պուտինի համար կուլ տալ այսպիսի ասում ապտակ ընդունել, բայց դա տենց եղավ, պաստորը։ Ասում մի բրտի որ չխփեն, ասում հիմա ինչ ես ուզում։ Մի խոսքով Պուտինը այդքան հասկացող չի եւ այդ իգոյի մոմենտը կա, այդ եսը մեծ իր շատ վիրավորված է, այդքանը պարզ էր։ Սա ինչպես արտահայտվեց սա, կատաղած վերկացավ, դուրս եկավ, էլի հագնվեց իր այդ կամուֆլյաժնի հետ ռազմական շորերը, մի քիչ մեկ-մեկ ծիծաղս գալիս է, էլի, երբ որ տեսնում եմ, որ երկրի ղեկավարները ինչ որ ռազմական բաներ են հագնում, գնում են մեջտեղ։ Մանավանդ որ մի օր չեն ծառայել կյանքում։ Ու գնաց ինչ որ թե իբրև թե ֆրոնտում ինչ որ տեղ, հա, որ իրականում չէր, fake սարկած բաներ։ Ու Գերասիմովից, այսին գենշտաբի նախագահից զեկույց ստանում, թե հիմա ինչ է գրավել, անդադ մի բան գրավել են, չէ, իբրև։ Նույն գյուղը, թե Պակրովկան է որն է, նույն բանը կրկնեցին, ասացին, որ հիմա գրավել են, հաստատ գրավել են, նորից գրավել են։ Հետաքրքիր ինչ էր դրանից հետո հաջորդ օրը Զելենսկին դուրս եկավ, ասեց դե որ գրավել են շատ ուրեն իրանց մոտ, եկեք հաջորդ մենք Պուտինը եւ թողա այնտեղ հանդիպենք մենք։ Համաձայնեմ գամ այնտեղ։ Դյարի եթե քո հսկողության տակ է գտնվում։ Որի ծառայ, էլի թրոլինգ է։ Որ բնականաբար պարզա որ տենց չի լինելու եւ չէր կարող լինել։ Համենայն դեպս
Սա ցույց է տալիս, որ ինչքան կտրված են կյանքից, որ կտրված են որն ասեմ, Պուտինն է կտրված, սա էլ թեզա, որի ես շատ չեմ հավատում, ճիշտ ասած, այսինքն վստահ չեմ, որ այդքան կտրված է։ Ռուսները շատ լավ են, չէ, որ sense լրիվ կարան աչքիդ մեջ նայեն, ու sense սուտը կրկնեն, կարծես 100% տենց է, այնքան կասեն, միջև որ դու սկսես դուրս կասկածել քեզ։ Այսինքն ինքը այդ մոմենտը կա, ինքը այդ անում է։ Դրանում ոչ մի խնդրեմ չունեն նրանք, նայեք ամեն օր ինչ է խոսում այդ Սատկածին, անունչ է դրա։ Լավրովը։ Եվ այդ նույն ձևի վերականում բացեբաց բաներ ասում, չէ՞ որ մարդիկ ծիծաղում են վրան, ասում են, այսինչ թվականին Ուկրաինան հարձակվեց մեզ վրա։ Բոլորը ստացին ծիծաղել, այսպես բաներ կարան անել։ Համենայնիվս, բայց այստեղ երկու այս մոմենտները, այն որ Լուկաշենկոն վերջին հաշվով ուրիշ ճար չունենալով գնաց տղա կանչեց, հանձինեց Չինաստանին, որպեսզի Ռուսաստանը մի քիչ ասի, որ քեզ կարգին պահի, բոլա, եւ Պուտինի ռեակցիան են եղավ, որ եւս մի բան գրավել ենք, հեսա գալիս ենք, շարունակում ենք, ու դա բավարար չի։ Էլ ճար չի մնացել, ուրեմն Ֆինլանդիայի եւ Էստոնիայի եւ Լատվիայի հետ երկաթգծային այդ քրոսինգները, ինչ են ասում, անցակետերը փակել է հուլիսի 1-ի բանով թվականով։ Բոլորին հարց առաջանում, սա ում էս վատություն անում։ Այդ ինչ էր ուղարկում Ֆինլանդիան, որ դու հիմա որ փակեցիր, նրանք էլ չգիտեմ ինչ են լինելու։ Պետք է ինչ լինեն այնտեղ։ Պարզա դու ես վնասվելու, դա դրսից քո ներմուծումները չի գալու եւ այլն։ Բայց ինչու է փակել ու շատ սպեկուլյացիա կա, ասենց ասենք, ենթադրություններ կա, որ Ռուսաստանը պատրաստվում է հարցակվի այս երկրների վրա կամ այդ երկրներից մեկի վրա, այնտեղ կլինի Էստոնիան, կլինի Լատվիան, Ֆինլանդիան եւ այլն, պարզ չի։ Հիմա ինչքանով սա խելքի մոտ։ Ես կասեի միջև 2 ամիս առաջ, որ շատ խելքի մոտ չի, եւ ասել եմ այդել, որտեղ իմաստ չի երևում դրանից ինչ է շահելու եւս մի ֆրոնտ բացելով։ Մինչև Հորմուզի այս դեպքերը, այսինքն Ամերիկայի դեմ ուժ չունենալով որևէ բան անելու կամ Իսրայելի եւ Ամերիկայի Պարսկաստանը ստեց խփել լրիվ իրանունից բարեկամ երկրներին, այսինքն արաբական ծոցի հետ, պարսկական ծոցի երկրներին, մինչև Թուրքիա եւ այլն։ Գաղափարը սկզբում թվում էր հիմարություն, բայց հետո արդեն եղավ, որ բոլորը երկու բան եղավ դրանից, որ բոլորը սկսեցին նեղվել, խառնվել իրար, երրորդ սկսեց ցույց տալ, որ իրապես այդ երկրներին չի կարողանում Ամերիկան պաշտպանի, եւ նրանք պետք է սկսեն վերահաշվարկել իրենց ամբողջ պաշտպանական ստրատեգիան եւ ընդհանրապես Ամերիկայի դերը տարածաշրջանում։ Հիմա Պուտինը նույն դասերը սովորելով շատ հնարավոր է, որ որոշի, որ պետք է հարևաններին խառնի, շատ մեծ բան պետք չի անել, չէ՞, ինքը ինչ-որ մեծ ինչ-որ տանկերի շարասուններ չունի, որ ուղարկի այնտեղ, այդքան հասկանալի է։ Բայց մի երկու հրթիռ կամ դրոն բաներով հարվածներ ինչ-որ բաների հո կարող անի, պարսկական վարիանտով, այսինքն։ Ինչի, որ խառնի իրար, որ բոլորը սկսեն մի քիչ ցավը զգալ, թող բոլորը մտածեն, որ սա ինչ էս շատ է շարունակվել, պետք է Ռուսաստանի հետ նստել եւ խոսալ եւ Ուկրաինայի վրա ճնշում գործածեն, որ Ուկրաինան համաձայնվի ռուսական պայմաններին, որտեղ հիմա Ուկրաինան ոչ մի դեպի չի համաձայնվելու, որ հաջախարի մեծերնա վերցեք, մենք էս ինչ որ գրավել եք ձեզ լինի։ Բայց շատ կարևոր է, որ հիմա ինչ որ խառնես այնպես, որպեսզի այդ ճնշումը լինի Ուկրաինայի վրա։ Ինչպես պետք է անես դա, պետք է խփես այդ երկրներին, ուրեմն ինչ որտեղ։ Դա գոնե էս լոգիկան եմ ես կարծում եմ իր մոտ աշխատում է հիմա։ Եվ երկրորդ մասը սրա նորից, այն ինչ որ
նորից Պարսկաստանին հաջողվեց ցույց տալ, որ Ամերիկան չի գալու Էստոնիան պաշտպանի։ Դրանով նա այնտեղ միանգամից չի թռցնելու, չգիտեմ, շատ թանկանոց հակաօդային պաշտպանության միջոցներ, որ ինքը արդեն այդքան էլ չունի եւ այլն, վատնել է իօքուտ, ասենք թե այդ Պարսկական ծոցի եւ Իսրայելի պաշտպանության եւ ոչ էլ բերելու է զորքերով ինչ որ հակահարձակումներ կատարի Ռուսաստանի վրա։ Ինչու արդյոք չխառնես եւ ցույց չտաս ՆԱՏՕ-ի ինքնապաշտպանության հնարավորությունների սահմանափակությունը, եթե հիմա, եթե գիտես, որ ամենահարմար ժամանակն է, այսինքն իրենք զբաղված են ուրիշ հարցերով եւ ընդունակ չեն ավելի ցավոտ պատասխան տալու։ Սա տրամաբանությունն է ընդհանուր բացատրում։ Որտեղ հետո իրապես տես չի լինելու, ինչքան սա երկարեց, հետո Եվրոպան շատ լավ պատասխան տալու է։ Հիմա այս մտնոլորտում շատ հեշտ է մտածել, որ սա իսկապես լավ քաղաքականություն կլինի, ստրատեգիա կլինի, ասենց ասենք։ Կրկնի նույն բանը ինչ որ ած Պարսկստանը եւ անցի առաջ ինչ որ բաներ կքանդես, ինչ որ բաներ կխառնես, ասում է բախտոր ջերում ձուկ կբռնենք։ Ուրիշ ինչ է կարելու։ Պրոբլեմը այն է, որ այն ինչ որ չեն տեսնում, ընդհանրապես ռուսների մոտ հատկապես այդ հիվանդությունը կա, բայց այդ մեծ երկրների խնդիրը դա Ամերիկայում էլ տենց կա։ Չնայած միշտ ամերիկյան զինվորականությունը միշտ անընդհատ կրկնում է, որ դի հիշեց, որ հակառակորդն էլ քվեարկելու իրավունք ունի, այսինքն իր պլանները կարող է ունենա եւ որը չի համընկնում քոնի հետ։ Եվ կամ տարբերակներ է մտածել, որոնք դու չես մտածել։ Եվ այստեղ ես կասեի, որ Ռուսաստանը կընկնի այդ ծուղակի մեջ, որ թվացող պարզ ճանապարհը առջևում, այսինքն կրկնել Իրանի ստրատեգիան խփելով հարևաններին, իրականում այդքան պարզ ցան ճանապարհ չի։ Դա ունի հետևանքներ եւ ռիսկեր, որոնք իրանք չեն հաշվարկել, չեն կարող հաշվարկել։ Եվ դրանցից ես կարող եմ միայն ասել հետեւյալը, թվարկել մի երկուսը, որ դիմացինը այդքան հիմար չի, նրանք արդեն հաշվարկել են այս բոլորը։ Եվ Բալտյան երկրները, եւ Ֆինլանդիան, եւ Միացյալ Նահանգները, եւ Գերմանիան, եւ Լեհաստանը սա արդեն կանխատեսել են եւ սա արդեն հաշվարկել են։ Եթե հույսը նա է, որ իրանք հաշվարկել են եւ նստելու են իրենց ձեռքերի վրա ոչինչ չանեն, կամ նապաստակի պես նստելու են մի անկյունում սուսպուս դողան, դա իհարկե սխալ է։ Արդյոք Ռուսաստանը հիմա ի վիճակի է ակտիվորեն ներքաշի եւս 3, 4, 5, 6 երկիր այս կոնֆլիկտի մեջ։ Պայմայել են ներքաշված չեն, նեմա ներքաշված չեն։ Հիմա իրանք զենք են ծախում, ու Ռուսաստանը զենք է ծախում ցավ աշխարհի։ Էջ։ Դա չի նշանակում, որ ինքը ակտիվորեն մասնակցում էր պատերազմական բաների։ Ամենական, որ ինքը ինչ-որ քայլ անում, ինքը կորցնում է։ Ինչ-որ բաներ արեց, ՆԱՏՕ-ի սահմանը իբրև պետք է չմեծանար Ուկրաինայում չկար եւ այլն, ՆԱՏՕ-ի սահմանները շատացան, մեծացան, կրկնապատվեցին։ Ինքը արձակվեց որպես ինչ-որ, չգիտեմ, իր դեմ պոտենցիալ Ուկրաինան, չգիտեմ ինչ չլներ, 10 անգամ է եղավ Ուկրաինան իրենց 1000 տարի հատելու է եւ ավելի հակառակորդ ալնելու եւ թշնամի ալնելու։ Պետք է դե չգիտեմ միլիտարիզացիա արեց, Ուկրաինայից ավելի շատ միլիտարիզացված հիմա ոչ ոք չկա նեղ աշխարհում։ Այսինքն հիմա էլ ինքը քայլ անելու
որովհետև կարծում եմ, որ դրանով ինքը կարողանա ինչ որ բան ապացուցի, որ ՆԱՏՕ-ն ոչինչ է կամ շատ հնարավոր է ցույց տա, որ Ամերիկան չի խառնվելու։ Չնայած կարծում եմ շատ լավ էլ խառնվելու է, բայց կասեմ հիմա։ Բայց ինքը վերջնականապես Եվրոպան դնելու է ռազմական ուրեմն ոտքի վրա, ասենց ասած։ Եվ այն եկել է քեզ տարել է, որտեվ ոչ այդքան կարողություն ունեք, ոչ էլ այդքան ռեսուրսներ ունեք։ Այո, ամենամեծ երկիրը լինելով մարդկային ռեսուրսների մասին եմ խոսում ես վարքյանին եւ ինդուստրիալ հնարավորությունների մասին, որպեսզի բազմապատկեք ձեր ճշնամիների թիվը։ Մանավանդ որ հիմա այլևս ոչ ոք այն Կարմիր հրապարակի պարանների, շքերթների, ցուցադրածների այդպես չի նայում ու հավատում ինչպես առաջ։ Ես միլիոն անգամ ասել եմ, չէ, հիմա էլ կասեմ, որ զինվորիկների մարշերը շքերթների ժամանակ դրանք ցուցանիշ չեն երկրի ռազմական հզորության կամ ռազմական հնարավորությունների մասին։ Դրանք ցուցանիշ չեն երկրի ռազմական հնարավորությունների մասին։ Իսկ այսօրվա դրությամբ միայն այդ ենք տեսնում։ Մեծ խոսալ, հոխորտալ եւ բոլորին մի բոյի սենց սիրուն հագցրած պրուսական տառետյայով հրապարակներում մարշերանողների մասին է խոսքը։ Դա լավ զինվորի բան չի, ցուցանիշ չի։ Էլ չասեմ հնարավորությունների մասին։ Հիմա եզրափակելով ուր ասա գնում։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ Ռուսաստանի մեջ եղած երկու հոսանքները, մեկը դա է, որ Պուտինին այսպես սիրուն պատրաստում են փակետ, ասենց պետք ինքն էլ չի հասկանում ոնց է գնում այնտեղ հարձակվելու ինչ որ մի ռազմական բան անելու հարևան երկրների դեմ այդ հոսանքը կա միջուկային զենքով հարձակում կատարելու մասին այդ հոսանքը մենակ մի երկու աննորմալի մոտ կա, մնացած դեպքում չկա, նույնիսկ ամենա գլխից կրակած զետնիկների մոտ դա չկա, բայց հարձակում պրովոկացիա ինչ որ օդային հարձակում անել, ասենք Էստոնիայի վրա կամ Լատվիայի, այդ հարց չկա կա եւ միաժամանակ այն մյուս ուղղությունը, որ գալիս է մնացած բոլոր ֆինանսական, ասենք սեկտոր չեմ ուզում ասեմ, որտեղ ֆինանսական սեկտորը չի սա միայն, դա տնտեսական սեկտորն էլ չի սա միայն, սա պետականությունը փրկողների մի հատ մասսա կա, որ մի քիչ հասկանում են էկոնոմիկայից եւ հասկանում են, որ առանց դրա չկա պետությունը։ Այդ ուժերը, որոնք ասում են հիմա մի հատ սուս-փուս փակի, առայժմ ասում են եղածով բավարարվի, ամբողջը պետք չի։ Արի շուտ մի հատ պայմանագիր կնքենք, վերջացնենք այս պատերազմը։ Ինչ որ գրավել ենք, այդքանը պահի։ Շատ լավ իրենց ներսում առանց ասելու իհարկե հասկանալով որ տես չի լինելու իրանք պետք է գրավածների ինչ որ մեծ մասը կամ կեսը հետ տան եկեք գուշակություն չի արամ ասենք prediction ինչն ասում կանխատեսում արам Ղրիմը ռուսական չի լինելու։ Ես վտանգավոր բան եմ ասում։ Ոնց ասում են։
բայց այդպես եմ կարծում։ Հիմա այս մարդիկ, ասես ասած, մեծ կայսրապաշտրոսների այդ մասսան, որոնք ասում են արի կարճի կապի պոչը, դրանք այդպես չեն ասում Ղրիմը դուր, ոչ էլ ասում են ուրիշ բան դուր, ասում են բավարարվի ինչ որ կա, բայց իրանք սրտի խորքում գիտեն, որ տենց չի լինելու, անվայինը, բայց դա ավելի լավ է հիմա անեն, քան թե ձգեն ևս 6 ամիս, որտեղ 6 ամիսը կարող ոչ մի չմնա, լավ իրանք էլ մի բան տան։ Եվ այս երկու կողմերը, որոնք ասում են չէ, շարունակենք, փորձենք, դիմանանք, մենք մեծ ռեսուրսներ ունենք, մենք շատ չարկաշենք, ևս մի, ասենք թե 100,000 զոհ տանք կամ 200,000, դրանից ոչ ման չի փոխվելու։ Բաբին ռաժայդ ասում են, կծանեների։ Արի կարվենք, խառնենք, մի հատ էլ խփենք, մտնենք ընդեղից դուրս գանք բան, չեն ասում։ Կալինինգրադ, մի բան անենք, թող խառնվի ամեն ինչ իրան, որ իրանք նահանջեն։ Մենք ինչքան մեզ գեժ աննորմալ ներկայացնենք, այնքան լավ, ուրիշները կասեն, դե սրանք աննորմալ են, դե ինչ պիտի անես, ավելի լավ է մենք խելոքը լինենք, խելամիտը լինենք, ստեղ կանգնեցնենք, թե չէ ձեռից գնալու ամեն ինչ։ Եվ այս ռուսական այդ բանը, իդեպ ասեմ, այս տրյուկը, իրանք միշտ գործածել են, իրանք առաջի օրվանից են գործածել։ Խրուշչովից սկսած, նրանից առաջ Ստալինից եւ այլն, ամեն ինչը պիտի երբ որ թույլ ես, պիտի այդ մասը քեզ փքես, այն գորտի նման, սենց օրացնես եւ ավելի ուժեղ ներկայացնես, իրանք երբեք չեն թույլու հավստա, մենք թույլ կողմն ենք, երբեք այդպես բան չի անում ինքը, բայց դա չի նշանակում, որ դու ապուշ պիտի լինես, պիտի հավատաս կամ պիտի գնաս դրա հետևին։ Հիմա իրանց հույսն է, որ Եվրոպան ապուշ է, Ամերիկան էլ աննորմալ է եւ այլն, ու կարող անցկացնենք։ Պետք է փորձենք իրանց այդ է։ Հիմա այս երկու թևերն են։ Կարճի կապենք, թե շարունակենք բրթելը։ Սանսիսով է հաղթելու։ Երկրորդ ուրեմն կանխատեսում շարունակելու է։ Եվ կորցնելու։ Դա երրորդը ցես։ Մի խոսքով հետաքրքիր ժամանակներ ենք ապրում։ Եվ հետաքրքիր բաներ ենք տեսնելու։ Ես շատ բաները մի քիչ ժամանակից շուտ եմ ասում։ Պետք է միշտ ոնց ասում են սպասես։ Երբ որ արդեն լրիվ հասունացել է տանձը ընկնելու է արդեն գլխին, կամ այդ ընկնելուց հետո ասես վայ գլխիդ բան ընկավ։ Ու ինչ խելացի բան ասեց։ Նախորդ ասել է որ այդ տանձը եթե կա եւ արևը եթե կա, այդ տանձը վերջա հասնելու է եւ ընկնի։ Այսա 6 ամիս առաջ ասես կամ մի տարի առաջ կամ ինչ բոլորին թվում է այնտեղ տանձի ծառի տակ նստածի համար որ սա ինչ է խոսում ես բայց դա տենց է շատերը գիտեն ես բան չեմ անում ուղղակի չեն ուզում մտածեն դրա մասին այդ էլ ուրիշ բան կա այստեղ analytic procrastination-ի մոմենտ կա այսպես բան ասեմ անալիտիկը որն է ուրեմն վերլուծաբանների procrastination-ը դա որ հետաձգում ես գործը չես անում դե հետո կանեմ հիմա տհաճ անեմ քննության պատրաստվես սպասում ես մինչև նախորդ գիշերը նոր նստում ես սովորել չէ ուսանողների մեջ այդ procrastination-ը ասում անալիտիկական վերլուծաբանական այդ բանը կա հետաձգելու procrastination-ը կա որտեղ վախենալու է սկզբում մեծ բաներ տեսնել կամ տրենդերը նկատելու դրանց մասին ասել դա սխալվելու շանսերը շատ մեծ են բոլոր ֆակտորները շատ դժվար է հաշվի առնել ոչ մեկ ինչ որ ասենք 3-4 ֆակտորից ավել չի տեսնում այդ էլ լավագույն դեպքում այդ աննային գործ է դա հայտնի բան է եւ դա երբ որ desktop exercise-ներ են անում ասենք թե որ դա պենտագոնում կամ որևէ Թարապես խնդիրները որ դրվում ասենք գեներալները բաները նստում են ու ասում են որ սենսելի ինչ պիտի լինի մեր բանը
Քանի ֆակտոր ես հաշվի առնում։ Խնդիրը երբ որ դրվում է քո առաջ շատ բան է սպეციფიկ բան է տրվում քեզ առանց բացատրության, չի ասենք տալիս են երևույթ, դիմացինը sense բան է արել, կամ հետախուզությունը sense բան է ասել։ Հետո տրվում է թե դու ինքդ որոշի թե ինչ հնարավորություններ կան եւ ինչ բանի պետք է գնաս։ Եվ կախված քո էրուդիցիայից, կրթությունից, կարողություններից, ասենք թե վերլուծաբանական եւ կամ ռիսկ վերցնելու կարողությունը չմոռանանք, որ այս բաները կատարվում են կամ շինովնիկների կողմից, որոնց համար դա շատ անձնական տարբերություն անելու իրենց ասած խոսքերը էլ չասեմ նույնը վերաբերում է պրոֆեսորներին համալսարաններում եթե ինքը մի բան ասի, մի բան գրի, որը հետո չլինի, իրան 16 հոգի կհիշացնի դրա մասին։ Այդ procrastination-ի իմաստներից մեկը դա է, որ դու սկզբում չխոսաս, որպեսզի հետո քեզ չհիշացնեն, որ դու սխալվել էիր։ Այդ դրա համար հասկանալի է, շատ ես շատ բան չեմ անում, ոնց որ տակտերից եմ խոսում, բայց չեմ մեղադրում շատերին, հա, դրա համար, բայց ասում եմ, որ դա պետք է արվի, որտեղ եթե չարվի, դա ուրեմն գործ չես անում դու։ Եվ իրական պետական հիմնարկներում այտենց են անում, ով է նստում քեզ վերջի րոպեին, որ արդեն հասել է դանակավորին, նոր հայտարարում է, որ մեր դանակը հասել է ոսկորին, արդեն գիտենք բոլորս։ Այդ վատ ղեկավարման ձև է եւ դա վատ լիդերներն են այդպես աշխատում։ Սպասում են միջև որ իրենց տարբերակները դառնում են զերոյական, հետո ասում են ինչ ճարունեի։ Ոչ թե թույլ, դա ուղղակի հանցագործ բանը աշխատելաձև է դա պետական գործիչների կամ ասենք թե հիմնարկների համար քեզ չեն վարձել որպեսզի դու փաստ արձանագրես արդեն կայացած վարձել են որ դու բոլոր հնարավոր տարբերակների քննարկես եւ պատրաստվես ամենահավանական տարբերակների համար։ Ու մի խոսքով էս բոլորն էլ ասում եմ ինչի համար, որ sense բաները կանխարգելել դժվար է, բայց ես 3 հատ բան տվեցի, տարբերակ տվեցի եւ ասացի, որ եմ կարծում, այսինքն եղած տարբերակներից որ տարբերակներ եմ կարծում կլինեն։ Կարող է սխալվեմ, բայց եթե սխալվեմ, կասեք ինձ։ Համենայն դեպս։ Այսօր ստեղ ենք կանգնած Ռուսաստանի համար եմ ասում սա եւ այն մարդիկ որ կարծում են սա Հայաստանի համար կարեւոր չի, շատ սխալվում են։ Շատ հագործ կարող է պարզվի, որ շատ կարեւոր է։ Այդ իմաստով Ֆինլանդիան որպես ձեզ օրինակ պատասխանեց Ռուսաստանի այս տարբերակներին, որպեսզի սխալ հանգարց Ռուսաստանը իրենց թույլ վախեցած նապաստակի տեղ չդնի, իրենց պետական օրենքը փոխեց, որ օրենքը, որ ասում էր, որ Ֆինլանդիայում միջուկային զենքեր չեն կարող լինել կամ միջուկային տեղադրվել կամ նույնիսկ տրանզիտով անցնել։ Հիմա ասած, կարող են անցնել, կարող են տեղադրվել, կարող են պահվել, կարող են գործածվել, ուրիշ խոսքով Ֆինլանդիան հասկացրեց Ռուսաստանին, որ քո այդ միջուկային թուրիկը մեր գլխի վրա բողալ ջոջես։ Մենք էլ ունենք դաշնակիցներ, եւ դա ոչ միայն Միացյալ Նահանգներն իհարկե, Ֆրանսիան ու Բրիտանիան էլ կան, որոնց միջուկային զենքերը մենք թույլ կտանք տեղադրվել Ֆինլանդիայում քո քթի տակ, քո վալդայի քթի տակ։ Եվ չկարծես, որ մենակ դու պետք է այս տերմիններով, այս ձևերով մեզ հետ խոսես։ Այսա հիշենք Ֆինլանդիան ով ապացուցեց, ցույց տվեց, որ փոքր ժողովուրդը
ոնց որ 39 թվականին կռվեց մեծ սովետական միության հետ միլիոնանոց բանակ կանգնեցնելով Ֆինլանդիան իր սարդարապատը ունեցավ 39 թվականին, հա, այդ բոլշևիկ հորդաները, այսպես ասած, որ ներխուժում էին եւ կանգնացրեցին Ֆինլանդիային, ինչ որ թողեր տալուց հետո սահման հաստատեցին։ Այ հիմա էլ վերակացել եւ ասում է, որ ես պատրաստվում եմ կռվելու։ Դու մտքովդ չանցնի մեր վրա գնաս։ Եվ դրա համար ես չեմ կարծում ռուսները Ֆինլանդիայի վրա կգնան։ Էստոնիա, Լատվիա այդ ուրիշ պատմություն է։ Իրանք այդ կարիդորի հարցը ունեն Կալինինգրադի հետ կապված, բայց դա դեռ տարբեր խնդիր, դա առանձին մեկնաբանություն կլինի։ Լավ։ Հուլիսի 5-ը Vivi Talks Վարդան Վարդանյան like-եր, ես իշխնեմ subscribe etc. Comments. Thank you. Իջև հաջորդ։